Ոստիկանության Մալեցիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թվականին ծնված Կարեն Վարդանյանը։ Մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկ շաբաթյա գործուղում մեկնելու նպատակով նա դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել։ Արտասահման մեկնելու հանգամանքներ գուցե պատճառը, որ անհայտ կորչելու հայտարարությունն ուշացավ։ Սոցցանցերում ակտիվ օգտատերերն էլ անհանգստացած էին եւ պարբերաբար գրառումներ էին կատարում, փնտրելով Կարենին։ Ցավոք արդարացան ամենահոռետեսական կանխատեսումները։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական եւ որոնողական աշխատանքներն արդյունք չտվին։ Կարեն Վարդանյանին հայտնաբերել չհաջողվեց։ Մարտի 30-ին սպանության հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։ Հաջորդ օրն արդեն հանցագործությունը բացահայտված էր։ Հանցագործության բացահայտման համար ոստիկանությունը համագործակցեց ազգային անվտանգության ծառայության, դատախազության եւ քննչական կոմիտեի աշխատակիցների հետ։ Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման հանգուցալուծումը մարտի 31-ին էր։ Ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի վարչության, Պարեկապահակետային գնդի եւ Մալեցիայի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում Տիգրան Մեծի եւ Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից ժամը 23:40-ին սպանություն կատարելու կասկածանքով Երևան քաղաքի վարչություն նախ բերման ենթարկվեց 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը։ Գևորգ Զոհրաբյանը մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ է։ Գրեթե միաժամանակ եւ նույն կասկածանքով Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման ենթարկվեց նաեւ Երևանի Սիսակյան փողոցի բնակիչ 43-ամյա Արթուր Միհրանյանը։ Ես դու 1 2 գնա ուժը 3 Պարզվեց, որ մարտի լույս 18-ի գիշերը Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը շահադիտական դրդումներով բութ գործիքով հարվածներ հասցնելով սպանել են Կարեն Վարդանյանին։ Նպատակն այն էր, որ տիրանան նրան պատկանող Լենինգրադյան փողոցի բնակարանի վաճառքից ստացված գումարին։ Պարզվեց նաև, որ նրանք դին տեղափոխել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակ եւ թաղել։ Որտեղ ում դիական հանվեց փոսից Կարեն Վարդանյանը Նշանակվել են փորձաքննություններ, Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը ձերբակալված են, նախաքննությունը շարունակվում է։